Բարի երեկո, հարգելի ունկնդիրներ։ Ահավաստիկ դարձյալ ձեզ հետ ենք, ձեր բոլորին կողմեր սպասված թիմանագար հայտարարով։ Ամեն չորեքշաբթի թիմանագար հաղորդաշարով մենք կհանդիպենք միասնապար ծանոթանալու եւ բացահայտելու այնպիսի հատկանշական անձնավորություններ, որոնց կյանքը մեզ կսորվեցնի հաղթահարել դժվարություններ եւ գերդել հաջողություն։ Թիմանագար հայտակրի գրնակեդեվիլ վանացայնի գայքեչով Voice of Fan.net, ինչպես նաեւ Փտչային հերացայինի Radio Voice of Fan Live ծրագիրով եւ թիմադեդրի մերոջով։ Հարգելիներ, այսօր թիմանագար հայտակրի մեր հյուրը այնպիսի անձնավորություն մնե, որոնց կյանքն ու գործը կբաժնվի 3 աշխարհներու մեջ՝ հող, հիշողություն եւ մշակույթ։ Անմասնի գիտությամբ գյուղատնտես է, բայց նաեւ ժողովրդակիր, պատմակիր եւ գենթանի հիշողությունը Մուսա Լերան։ Ծնած է մեծած անջար։ Իր ամբողջ կյանքը նվիրած է իր արմատներուն, իր լեզվին, իր երգին եւ իր լերան։ Բարիքալուստ կմաղթենք բարոն Եսայի Հավատյանին։ Շնորհակալ։ Բարի եկացեք։ Բարի տեսանք, շնորհակալ եմ այս առիթին, երևի թե շուրջ 10-ամյակ մնե ասանք առիթ չի եղած։ Շնորհակալ եմ, որ այդ մասին Այո, վստահ եմ, որ շատ մեծ թիվով ունկնդիրներ այսօր կսպասեն այս հանդիպումին։ Իմ ագենտատրեմ մանավանդ, որ մեծաթիվ աշակերտներ ունեցած եմ, գենտատրեմ, որ այո, պետք է բավական մարդիկ հետևին։ Այո։ Հույսով եմ։ Շատ ուրախ ենք մենք ալցեր ներկայությամբ։ Պարոն Հավատյան, ինչպես էր ձեր մանկությունը անջարի մեջ եւ ինչ միջավայրի մեջ դուք մեծացած եք։ Շողիկ ես 1960-ի ծնունդ եմ եւ աբրած եմ ֆրանսական սենյակի մեջ ընտանիքի 6 անդամներով, հայր, մայր, 3 քույր, 1 եղբայր չունեմ։ Մադի բարեփոխություն է կամ ուրեմն դխրություն է, չեմ գիտեր, բայց մենք այդ մեկ սենյակի մեջ 6 հոգիով աբրած ենք, հայրս, մայրս մուսալերցիներ էին, մայրս Լուսին Ղուգասյանը գյուղացի էր, այսինքն յողնորողցի, կեյղ, իսկ հայրիկս Խդրբագի գողքին գտնվող Ազեր գյուղեն էր, Ազերծո էր, ուրեմն մենք ալ 3 քույրիկները, երկուքը ինձ մեծ, իսկ ուհի Սիլվա, ապա ես եւ ամենափոքրը Մադլեն, այդ 4-ով 4.5 մետր սենյակի մեջը մեծանք։ Հիմա եթե աչքս կոծեմ, երևակայեմ, կտեսնեմ, որ գիշերը ուրեմն գազի լույսի դակ, գազի լամպով, մայրս ծերակորս կաշխատի, փոքրիկ ինձ մեր փոքրը քնացած գլա, 3-ս 10-ի վրա ենք, ծնողքս հայերեն չեն գիտեր, որևէ մեզ չեն գրնար բան մսորվեցնել, մենք հայերենը դբրոցը բիտ սորվենք, քանի մեր լեզուն բացված է մուսալերան պարպարով։ Իմ այդ ուշադրություն ունես, իմ հայերեն բարերու հնչյունները ուրիշ ծևի են, որտեվ ես պարպարեն հետո դբրոց երտալեն ետ հայերեն սորված եմ։ Նագ ես չեմ ասեր թրջուն, ես կսեմ թրրջուն, որտեվ պարպար այդպես էր։ Բարեփոխություն է այդ մեկը, ըստեզի։ Պարպար գիծողները, մանավանդ աշակերտներս միշտ նկատած եմ, անոնք որ պարպար գիտեն, շատ ավելի լավ հայերեն ուղղակրություն գիտնան եւ օրինակի համար ես միշտ կզարմանայի, որ քաղաքեն եկած իմ աշակերտներս փիղը եւ պիղը չեն գրնար զանազանել, կամ դբրոցը եւ թբրոցը չեն գրնար, թոնը եւ տան եւ ասոնք չեն գրում, ինձի համար ասոնք հեչ իրար չեն նմանիր, որտեղ մեր պարպարի մեջ ասոնք շատ տարբեր հնչյուններ ունին, ուրեմն այդպես մեծած եմ պետք է ասել եւ Փառք Աստուծո, եթե եդև նայում անհավատալի գտվի, որ մենք այդ սենյակեն մեծանք եւ Փառք Աստուծո դեր քեզի աշխատանքի վրա։ Իսկ այդ շրջանին ինչ պատմություններ գլսեիք Մուսա Լերան մասին եւ արդյոք ով կպատմեր ցեզ այդ պատմությունները։ Հիմնական անշուշտ հայրս եւ մայրս, որոնք մուսալեր ծնած էին, հայրիկս որ 39-ին անջար եկած էր 20 տարեկան էր։ Մեծ հայրս հորինական գոմե քրաջի էր, այսինքն բեռնագիր, մուսալերեն Անդիոք ջորիի վրա ապրանքներ գտանին գբերեն, իսկ մյուս մամայիս գոմի մեծ հայրս Միհրան բաբուգը շատ հնարամիտ մարդն, որ ջորիի վրա գյուղերը բդդելով անհրաժեշտ բիդույքներ գծախե քրոջը հետ, մեր Աննիկ Մորկորին հետ, եւ պետք է ասել, որ շատ
վաճառականական հոգի ունեցող եւ արտուն մարդը, որ մեծանտամ ընտանիք կրծավ վահել իր աշխատանքով։ Ուրեմն մեր պատմությունները հայրիկես, մայրիկես հիմնականը, մոդիկները, իմ ամեն հարազատներս, բոլորը մուսալերցի էին, հատկապես մեր մորկրարս Միսակ Երգելյանը, որ ֆրանսական բան միլիս եղած էր եւ շատ բաներ կբադմեր, փոքր դարիքին ու կային, մենք հատ ամենով լեցված ենք։ Այո։ Ամենով լեցված ենք եւ մուսալերը մեր դամ մեջ մաս կազմած է մեր առօրյային։ Եվ ամեն ծևի բաներ լսած ենք, ես հատկանշական բան մնացեմ, քնանալի առաջ մայրիկս սկսել, որ պիտի աղոթենք եւ մեր պարպարով։ Հիմա ափսոս, որ չեմ վերնալ հիշել, միայն կհիշեմ փադար բաբակ, որ երգանքուս, այսինքն ասված, որ երգինքն ես, ամիս շարնավությունը մորցեր եմ արդեն, նույնիսկ աղոթքը մեր պարպարով։ Իսկ ինչ կնշանակեր մուսալերցի ըլլալ ձեր մանկական գիտակցության մեջ, ինչպես գտնունեիք այդ մեկը։ Մենք սկացինք, որ մենք ուրիշ դեղի եկած ենք եւ մեր պատկանելիությունը հոն է, մանավանդ մեզ կպատմեին, որ մեր դունը հոն է, նարինջ ունենք հոն, որ անջար չի լար, զեյտուն ունենք, ծիտաբդուղ, գենտանիներ, լերը գերտանք, խոզի որսի գերտանք, այս ամենը մեզի համար ամբողջ երգիր մներ եւ շատ հետաքրական է մուսալերցիները երբ որ գուկան եղեր Անդիոքեն եւ գեդի վրայի գամուր չգանցնին գսեն հասանք մեր աշխարհը հասանք մեր աշխարհ իրենց համար այդ գյուղերը եւ գյուղակները բավականա գյուղակներ կան այս ամբողջ դարածքը իրենց աշխարհն էր եւ այդ սահմանեն աստին այլևս իրենց աշխարհն էր ինչպես հիմա ես Բեյրութեն որ անջար կվերաթարնա, անջարի մուտքը, որ գգարտամ բարի եկակ անջար, այլևս հանգիստ եմ, որտև ես հասա իմ աշխարհս, նույն սկացումն է և նույն հոգեբանությունն է։ Այո, իսկ գիշեք առաջին անգամ։ Պետք չէ մոռանալ, որ մենք որպես Կերտաստան, հավատյան Կերտաստանը, մենք նահատակ ունեինք։ Լերան վրա մեր Պետրոս Ամմոն մահացած էր։ Եվ միշտ ինձի պատմած են, որ ինչպես եղած է, ինչպես սպաննված է, և ինչպես գլուխը կոտրած են։ Այդ բոլորը ծեր հիշողության մեջ։ Ամենը մաս կգազմե, այսպես ասած, մեր մանկության մեջ թրոշմված պատմությունները։ Իսկ միշտ սկացած եմ, որ մենք մուսալերցի ենք, այսինքն մենք փոքրիկ խանութ մոներ հայրիկս, նբավարաջարի վզդի պաննա, Բանրաշեշ բիդուկներ գծախեինք, այդ դարեցները գուկային դուրսը գնստեին, ասենք Ռազուր Բաբուգը, ուրեմն Կաբլդոն, ասոնք բաներ են անուններ, Կապարինց խիչեիր, տես Կաբլդոն շվարեցան, Կապարինց խիչեիր, ասոնք մարդիկ էին, որ անդեղերը գրված մարդիկ էին, հարգյալինց միսոք, ասոնք գուկային հոտ և գբադմեին և նաև գհսկեին մեր վրա, որ աչալուրջ ըլնանց։ Դուք դպավորված էիք այդ բոլոր պատմություններով։ Եվ օրինակ մեկ անգամ հետաքրական էր գրիվ մի եղավ մեր թաղեցի մանուկներում միջև այն բաբուկը որ մենք կարծեինք որ զորով գքալի գուկա ուրեմն մեկուն վիզեն բռնեց վերցուց իրեն ներդեց կողմսավ ամոթ է ցեզի գգրվիկ եւ այդ ուժը որ դեսանք սարսափեցանք որ աս ուժը ուրգե է այդ ծեվի մարդոց ներկայությունն է մեզի օգտակար եղած է Ճիշտ գաբը մուսալերան հետ 1978-ին դում մգար, որ գոմիդեմ մեզ հրգեց, որ պետք է բարբենք կախտականներ եկան Բեյրութեն հազարավոր, և այդ դունը բարբելու ընտացքին սնդուկ մը կտանք, որում մեջի կիրկեր գար։ Եվ այդ կիրկերը բադվելի Դիկրան Անտրեասյանի մուսալերան 40 օրերում նվիրված, մուսալերան հերոսամարդին նվիրված, այսպես է գարձեմ Սվեդյո Զեյտունի Պամը և Սվեդյո ապստամպությունը փոքրիկ 5 կրկույգներ էին, որ առաջին դպակրուտեն են։ Ադի, որ գարտացինք արդեն, ուրիշ աշխարի վրա փոխադրվեցանք, ես անգե հետո մուսալերան վրա եմ, և մուսալերան վրա գաբրին։ Այսինքն գսենք, որ առաջին անգամ այն ժամանակ սկացիք, որ մուսալերը միան պատմություն չէ, այլ ինքնություն է։ Այո, հետաքրական է, ուսուցիչ մնա ունեինք, Բարոն Իսկենդեր Ստամբուլյան, որ մուսալեր գերտար և 6 միլիմետր ֆիլմով գնգարեր
դբրոցի ադենամարզանքին ադոք մեզ ցուցադրեցին մենք սկսանք տեսնել անոնք որ մեզ կպատմեն մեր ծնողները մեր նարինջի բարդեզը մեր լերը մեր ծովեզերքը շատ հետաքրական էր երբ որ աշակերտը լաս այդ դպավորությունները կյանքի ընթացքին կմնան եւ սկացինք որ այլևս իրականություն է եւ ոչ թե պատմություն միան պատմություն չէ ճիշտ է իսկ հիմա արդեն գսեիք որ ծեր բարբարով մեծակ դուք ծեր ընտանիքը հատուկ չանք չտապեց որ ծեզի ուրեմն բարբարը փոխանցե արդեն դուք ինքնաբերաբար անջարի բարբարը ունեցաք սորվեցաք եւ իսկ երկեր եւ ավանդությունները ինչպես ունեցաք ինչպես փոխանցվեցավ ծեզի այդ երկերը հայրիկս երբեք հայերեն չէր գիտեր բերանացի խոսիլ ուրեմն մեր բարբարը գխոսեր արաբերեն ալավիներեն սորված էր հոն քիչ մնա թրքերեն հասկանալ որտեվ ամդիոք կացած եկած էր բայց հայերեն կիր գրել նույնիսկ ես իրեն սորվեցուցած եմ ինչպես մի դստորակրե մ եւ հ մարտիրոս հավատյան երկու կիրը որտեվ միայն պատամադով գնիկ կրնարանել մամաս կսեր որ ես այ պենքի միայն սորվեցա անգե հետո դբրոց չիղրկեցին ինձի այ պենքի մծանոթ էր այսինքն մենք ամբողջ ոչ թե մեր ընտանիքը մեր թաղեցիները իմ հարազատներս իմ ընկերներս մեզի դբրոցը արգելեցին որ բարբարով խոսենք որ հայերեն սորվենք անշուշտ ժխտական անդրադարձ ունեցավ հետակային որ հայերենը դերաբեդեց եւ բարբարը երկրորդ աստիճանի մեջ մնաց եւ դգարացավ ժամանակի ընթացքին ես մուսալերան ավանդությունները սովորությունները աբրած եմ դունը ինքնաբերաբար չէր գրնար բադահիլ որ հերոսամարտի դոնին հերիսագեպենք երտանք բայց դունը մամաս հերիսա չեպե իրականչյուր մուսալերցի դունը հերիսա բիդեպե եւ նմանապես դունեն զադգեն այսին բանը մեծ զադիկ եւ բզդիկ զադիկ դունեն զադա նորդարին է դունեն զադգեն ուրիշեր մին զադգեն որ հավգիտ բիդներգեին երտայինք այցելեինք որ մեզի հավգիտ տամ որբեսի հավգտամարտ ընենք ասում մենք սորված չենք այլ աբրած ենք այդպես բայց ցավալի է սեր որ ժամանակի ընթացքին ասոնք սկսան դգարանալ այս ավանդությունները եւ մանավանդ լեզուն որտեվ հայերենը դերաբեդեց պետք է ասել այո Բարոն Եսայի ինչ թեր ունեցավ հողին հանդեպ ծեր ունեցած կապվածությունը ծեր մասնակցության ընտրության մեջ Հիմա նախ մեկ է ասեմ, որ ես եւ հողը այս կապվածությունը ուրգե սկսած է։ Այո։ Նախ խաղալիքներ չունեինք։ Մենք ինչ պետք է խաղայինք։ Պետք է խաղայինք մեր դան պագերուն մեջ։ Ամեն դուն բզդիկ հողամաս մնաուներ, այդ հողի մեջը շինենք, քանտենք, կտնենք, գհանենք, բայց հիմնականը երկատե թելերով գլոր անիվներ շինել, ասծեվի բաները չգային խաղալիքներ։ Մենք հողին մեջը մեծած ենք ամեն օր պետք է երտայինք եթե մեր վրա տույլը բանն է դեին ճուր գարմիր գլլա որտեղ ամբողջ հող եղած գլլային անի հողին հետ աբրած ենք եւ հողը մեզի մաս գազմած է մեր արորիայի մեկ էսել հետո քիչ մը որ բադանի դարձանք պետք է աշխատենք աշխատելու համար շատ անուշ ավանդություն մգար որ գործընծուցենք գործավոր չի գար ուրեմն ասենք որ Բողոս ամոենք խնձոր բիտ քաղեն պետք է մենք ընդանյոք երտանք հետերնից բաշարը դանենք վճարում բան չի գա պետք է երտանք իրենց հետ քաղենք մինչև իրենց բարդեզը վերջանա իսկ երբ որ մենք մեր բարդեզի բիտ քաղենք իրենք ուկան եւ չես կրնալ երևակայել շողիկ այդ խնձոր քաղելը ինչ էր այդ խնձոր քաղելը դոներ Զարերուն վրա երկեր, բադմություններ, ուրկիտնամ ձիծաղ ուրախություն, ճիշտ դոներ այդ բաները, որ բարդես երտայինք խնձոր քաղել։ Եվ ինչ լավ սովորություն, որ մեկը մյուսին օգտակար գլա։ Հետո քաղաքենիական հովեր փչեցին, սկսան մեր քույրիկները, մեր մամաները չեն աշխատիր այդ ծևի գործեր, ուրեմն գործավորները սկսան մաս կազմել առաջ մենք էինք ամեն ինչը մեր ձեռքովնող, հետո գործավորները դարձան, ադոր համարալ շահնա թեթևցավ այն որ մենք պետք է առնեինք, հիմա ուրիշին պիտի վճարենք։ Այո։ Ուրեմն այս կապվածությունը արմատացած է ոչ թե իմ մեզ, իմ ամբողջ դարեգիսներուս մեջ, բոլորը ինձի պես
Հիմա ինձ հարցուր ամառները ինչ աշխատած ես։ Այո։ Ուրեմն բարդեսները աշխատած եմ խնձոր քաղելու, աշխատած եմ խնձոր ձախել Դամասկոսի ճամփոն վրա, Այո։ աշխատած եմ կեղամամոյին հետ մսակորց, աշխատած եմ ուրեմն ջաշարանները սպասավոր, մի քանի ջաշարան, աշխատած եմ մեր տրածին հալեբեն եկած Ադամնապուժեր, հայրիկս ասավ լավ բան մնա թող սորվի միայն բարապ թող չի երթա, անոնցքով գրնամ ասել որ անջարի մեջ առաջին թերևս գարձեմ առաջինն եմ որ Ադամնաշարության ուրեմն լաբորատուարի մեջ աշխատած եմ 71 թվականին անգե հետո եմ որ այս բաները զարգացան բայց ես երբեք ոչ մորցած եմ ասոնք ասելու ոչ զղջացած եմ ասոնք կնելու այլ համոզված եմ որ ասոնք ամեն մեկը կյանքի դբրոց մնային եւ չես կնար հավատալ որ այդ դարբեր կորզերու մեջը աշխատելով ես որքան գրծած եմ նկարակիր գերդել աշխատասիրությունը ստեղծել քաչությունը ստեղծել ամենը բան մգուզել այո բայց այսօրվա սերունդը գրնաս մեկ ունեցել իջիլ ջաշարանը սպասավոր աշխատիր ուրիշ մեկը չի մկա ինձ վիցես հիմա ամոթ կսեփ վիադի բայց գան հիմա աշխատողները շատ են ամոթ չերսել իսկ ինչ դժվարություններ ունեցաք ձեր ուսման հետ կապված այդ օրերուն Մա դուք ընտրեցիք գյուղատնտեսությունը իբրև հետո ընտրեցի այո እስኪ լավ պատմեցեք ինչպես եղավ այդ անցումը ուրեմն ես դպրոցի մեջ լավ աշակերտ էի փայլուն էի սովորաբար միշտ երկրորդ ելած եմ դասարանին նաև պետք է ասել ես գարկաբահությունը սիրող մարդ եմ ուզիչներուն գոմե ասիրված էի եւ իմ հագումներս արվեստի հագումներ էին, այսինքն կզակրության խենթ էի, երաժշտության խենթ, թատրոն խաղամ, տերասանություն գնեմ, կզակրություն գսիրեմ, գնվակեմ, ես ինքնուս եմ, որևէ բան ծորված չեմ, գրեթե մի քանի գործիքներ գնվակեմ, լսողած։ Ուրեմն իմ պապակս էր, որ ես այդ ուղղությամբ երթամ, գիր գրականություն եւ արվեստ եւ Ադի այն ադեն եթե վիդերտայինք, մանավանդ որ նյութական ոչ մեկ հնարավորություն ունեինք գյուղացի լալով, պետք է որ Հայաստան երթայինք։ Հիմա ըսկացի որ ծնողքս շատ համամիտ չէ Հայաստանի կաղապարին իրենց խոսքով, ասիկա գերտա անդերեն հայաստանցի մգարն է, մեզի ալ գմորնա, հետո չի կար։ Ուրեմն ես երկրորդ ինչի մասին պետք է մտածեի, նաև կարևոր բանն ինձ համար կարևոր էր, քան ես եղբայր չունեմ։ Դեսնելով գյուղի մեջ ծնողներ, որոնց ավակները հեռացած են եւ այդ ծնողներուն վիճակը, չէի գրնար Երևանայել, որ օրը իմ ծնողներս այդպես գիսալկված վիճակի մեջ ըլլան, ասի արժանապատվության հարց է, որոշեցի, որ ես իմ երկրորդ նախասիրությունս ինչ է, հողն է, ուրեմն ես պետք է որ գյուղատնտեսություն ունեմ, ադիա չէի գրնար ունել անգարելի էր եթե Կալուս Գյուլբենգյան հիմնարկությունը մեզի նյութաբես օգտակար չլար այո որտեվ ես անջարեն եմ հոս պետք է մնամ ամեն շաբաթ պետք է եղամ դուք ամերիկյան համալսարանի մեջ արդեն 1979-ին 82 ամառներն ալ ներառյալ որտեղ ուզեի արագ վերջացնել եւ աշխատել ամերիկյան համալսարանեն գյուղատնտեսության հիմնարկեն վկայված եմ Եվ իմ ուրեմն խորհրդատուիս թելադրությամբ նաև մաստերզի մի քանի կորսեր արած եմ, որ կորձից օգտակար գլա ասելով։ Հետո 82-ին պատերազմ եղավ եւ լուսահոգի մեր նահատակ Գերզավենը այն ադեն խնամակալության անդամ էր, ասավ որ հիմա տուն հոսես ինչ կլա դբրոցը սայենսի ուսուցիչի պետք ունի դբրոց ուսուցում գնես, գնեմ մինչև աս պայմանները շտկվին, ուրեմն ադիգա քալեց միայն 24 տարի, 12 տարին ուրեմն ամբողջ բանով full time եղավ, լրիվ ժամանակով, երկրորդ 12-ին ես վերադարձա իմ մասնագիտությանս եւ միայն արդուները 3 դասաժամ գուտայի 10-11-12-ին chemistry and biology եւ վերադարձա իմ ջուրիս, որովհետեւ դեսա շատ դժվար հանկրվանները անցանք այնադեն նայմակվաբես դնդեսական դակնապ եղավ, դոլարը 3000 եղավ և
մարտոց ամսականները $40 իջան եւ մենք մեկ աղջիկ ունեինք անոր գատին տրամը չեր ելներ ես պետք է ուրիշ գործ աշխատեի նաեւ գիշերը եւ ամառը որբեսի Գարենատ ընտանիք բահեք շատ ճիշտ դժվարությունները մեծ էին այդ շրջանինալ Արիտն է հիշեմ որ Գալուստ Գյուլմենգյանին ըրած համալսարանական ուսանողներու օգնությունը շատ մեծ է եւ շատ են թիվը այն համալսարանականներուն որոնք եթե այդ հնարավորությունը չունենային ինձիպես չէին կրնար համալսարաններ տալ այո շատ ճիշտ իսկ ձեր գարտիկով գյուղատնտեսությունը ինչպես գրնա ծառայել ոչ միայն տնտեսության այլ նաեւ համայնքի գոյատևման շողիկ նայր գյուղատնտեսությունը անպայման մաթի մեջ գիտես variable-ները աստղները գյուղատնտեսության վրա աստող երևույթները շատ են այսինքն մենք օտը դակ է գվնասվենք օտը բաղ է վնասվեցանք հով ելավ գվնասվենք ուրեմն քիչ անձրև եկավ վնասվեցանք շատ անձրև եկավ վնասվեցանք բادرազմ եղավ վնասվեցանք պերկը շատ եղավ վնասվեցանք քիչ եղավ Չունենք պերկ որ օգտվենք սահմանը կոծեցին այնպես բան մնե որ իր վրան շատ դեր աստեցություններ կան եւ շատ դժվար է աս ամենը հաղթահարելեն յետքը ուրեմն կարելի լա ադգե օգտվել նյութական ապահովել եկամուտ ապահովել բայց անշուշտ ադիեսել չէ որ անհույս ջուր է գյուղատնտեսությունը միշտ ուսումնասիրած եմ ասի եւ ամենունը ասած եմ գյուղատնտեսական այն ծերնակները որոնք սկիզբեն մինչև սպարումը քուցեր կդեն շահապեր են եթե տուն մեկ հանկրվանն ես աշխխտային շահապեր չեն եթե տուն խնձորը բիտ արդատրես եւ բիտ դանիս կաբելիազի շուգան ծախելու այն շուգան նստող խանութ բանը որ ոչ կցանե ոչ կհնցե տուն կդանիս հետո տրամը դա դժվարա բիտ դա անի ավելի գոկտվի քան տուն որ մեկ դարի չարչարվել ես ադո բայց եթե այս շղթան արդատրել են մինչև վաճառելը քուցեր կդե ասիգա եկամնդապեր է շահապեր է եւ շատ գեղեցիկ օրինակ մգրնամ դալ հիմա աստ որպես ասկային վարժարանը 2 տարի առաջ կարծեմ ուրեմն ցիտաբդուղի 5000 ծարցանեց եւ այս տարի առաջին պերկը դվավադի որովհետեւ շատ լավ խնամ տարի մեկ է ինքն դարաբես 3-րդ տարին է դու այս տարի արդեն ցիտաբդուղը հավաքեցին եւ ցետը կամեցին հիմա շատ ցետ չէ լավ բայց ցետը չարին տիտերներով ծախեցին մեգուն այլ ցետը 5 լիտրնոց աբագի է որ ճիշտն է ամենա լավը ցետ աբագի ամաններու մեջ կմնա օքսիդայզ չլավ չի վնասվի ուրեմն ադոնք իրենք ծախեցին եւ հիմա շատ ուզող գա բայց ցետ չկա ուրեմն եթե քուցեր կդլա շղթան ասիգա շահապեր ծերնաղություն է այլապես եթե միայն տումբիտ արդատրես կամ միայն սարդարանը բիտ տնես կամ միայն շուգան բիտ դանես ուրիշ ավելի գոկտվի քանտո այո կողոպնությունը դարձեն քեզի մնացած կլա իսկ դուք ինչպես կհամատեղեիք այս գիտական ուսումը եւ ասկային մտածողությունը նայր շողիկ գիտական ուսումը ասկային մտածողության մեծապես ինձի օգտակար նպաստեց գիտությունը ջամպան գպանա դեսնելու մանավանդ ծրագրելու եւ մանավանդ ովևէ բանը հանկրվանները նկատելու ինձի համար մեծ օգտակարություն եղավ the scientific method գիտական ծևը ովևէ հարց քննելու ինչ է հարցը ինչ են խնդիրները ինչ են հավանական լուծումները եւ մանավանդ ծրագրելու համար ասկային աշխատանքները գիտական բանը անփոխարինելի է գիտական օգտագործել այդ գիտական ձևը այո իսկ ինչպես դուք մնացիք անջար երբ որ արիտներ ունեիք դերևս դուրս ելնելու ինչու որոշեցիք այո դուք ըսիք որ ձեր ծնողները ցեզի համար առաջնագարկ դեր գկրավեին որ լակ իրենց կողքին բայց մասնակիտական ասպարեզի մեջ աշխատելու այլ երկիրներում մեջ դուք դերևս ունեցաք միջոցներ եւ արիտներ բայց ինչու որոշեցիք մնալ անջար ասիգա բավական դժվար չեմ սկայուն հարցում մնա
Ես որ իմ ընտանիքս ունեցա եւ ունեցա երկու կանց, որ մեր երկու աղջիկներն են, Լալե եւ Նարե, դեսնելով առաջարկները, որոնք եկան Սուեդական Արաբիայեն, Իսպանիայեն, ամենավերջին Ավստրալիայեն, որոնք լավ առաջարկներ էին եւ նյութական շատ լավ հնարավորություններ կստեղծեին։ Թերևս ալ նաեւ որպես գյուղատնտես շատ ավելի ուրիշ ջուղերու եւ հանկրվաններու Արիկներ կփածվեր թերևս որբեսի այո բայց դիգնոջս հետ մենք մտածեցինք, որ մենք մեր կանցերը չեն կրնալ վտանգի ենթարկել։ Այսինքն այս երկու Ավստրալիայի առաջարկը շատ քաշողական էր, բեդուտենեն էր, որ բեդությունը AUB graduate կուզե եւ 10-year experience 10 տարվա փորձառությամբ եւ բեդությունը կդրամատրե մեզի դուն, բեդության բիդ աշխատինք եւ վարորդ եւ գողոկա ուրեմն ուսման ծախսը մեր զավակներուն եւ ապահովակրությունը ինչ որեն է։ Ես ինգերմ ունեի, որ սա ասկի ավելի լավ առաջարկ չն լարսի ճիշտ ես, ինքը չեր ամուսնացած, ասի տուն կնա, ես կացող չեմ եւ շատ զարմացա։ Ինձի շատ դժվար էր մտածել, որ մեր աղջիկները գրնան օդար մարնել եւ մենք ինչպես որ շատ մեր հայրենալիցներ են շատեր Irish, Polish, չինացի, հնդիկ, ուկրանացի, չեմ գիտեր ինչ ասծեվի ընտանիքներ կազմեինք։ Միշտ Սոս Սարգսյանի խոսքը միտքս է։ Ծուգը եւ թրջունը չեն գրնար ամուսնանալ։ Մեկը ջուրի գենտանի է, մեկը երկնքի։ Այո։ Ասկնալ, ամեն մեկ ասկ ջուր մնե։ Մենք երբ որ օդարի մի հետ կամուսնանանք, մեր լեզուն ուրիշ, մեր ավանդությունը ուրիշ, մեր պատմությունը ուրիշ։ Հիմա չեմ ասել, որ անկարելի է կամ չի գրնալ լալ, բայց ինձ համար, դիգնոջս համար, մենք այս կանցերը չենք նրբնակել։ Եվ հանցն արինք այս երկրի մեջ ու շատ ավելի դժվար է, ու շատ ավելի չարչարվիլ գա, այդ չարչարանքը արինք, որովհետեւ ատկինը չի վճարենք։ Ինչքին վճարեցիք, ինչքին վճարեցիք, ինչի վճարենք, չի գործընծնեմ։ Ես այսօր մենք ուրախ ենք մեր զավակներով, իրենց ընտանիքներով, որոնք երկու հատ հայկական ընտանիք ունենք, մեկը Երևան փոխադրված է, մեկը Անջար է, Անջար եղողը գյուղատնտես է ինձի պես փառքաստուծով, եւ 5 հատ թորնիկ ունենք։ Հիմա ամեն մարդ իր կյանքի մեջ առաջնահերթություն ունի։ Այո, ճիշտ։ Ոմանց համար առաջնահերթությունը տրամն է, ոմանց համար առաջնահերթությունը իր անձնական հաճույքն է, ոմանց համար առաջնահերթությունը ուրքիտնան որսն է, ամեն մեկը բան ունի։ Մեզի համար առաջնահերթությունը մեր ընտանիքը, ասկը եւ մեր զավակներն էին, որոնք ովևէ ցեվով պետք չէ որ վտանգի ենթարկվեին։ Գրնայի ես AUB երտան իրենք, AUB ուսանեին, նախընտրեցինք Հայկազյան երտան, որ երդասարդ ադեն եթե մեգում հանդիպին նվազ հավանականություն կա օդարիմ հանդիպին ես AUB կացած եմ։ Այո։ Հետո անշուշտ նարենալ կնաց AUB, բայց արդեն դա գիտակից էր եւ փառքաստուծո հիմա 5 հատ հրեշտակներ ունենք։ Շատ լավ։ Իսկ թեր գարձիկով այսօր երիտասարդը ինչպես կրնա հավասարակշռել անձնական հաջողությունները եւ համայնքային պատասխանատվությունները։ Գնան ասեմ այս մնալուն եւ աշխատելուն եւ չարչարվելուն եւ ապչամպան բանալու մեջ։ Ես առանցին եմ, այսինքն եղբայր չունեմ, որ ինձ թիկուն կենա, բայց իմ բոլոր գործերուս մեջ, ոչ թե միայն գյուղատնտեսության մեջ, ինչ որ նախաձեռնած եմ, ինչ որ աշխատանք կրած եմ ես, իմ եղբայրս դիգինս է, եւ զավակներս, ինձի միշտ թիգուն կեցած են, որ այս աշխատանքի մեջ մենք հարաճ երտանք, 15 տարի դիգինս այդ հաստատության հաշիվները ինքը կպրներ, հիմա արդեն մեծ մայրիկ է թորնիկներ են, բայց նաեւ զավակներս պետք է ասել, որ ինձի միշտ թիգուն կեցան։ Հիմա ինչ հարցուցիր գնաց։ Ես կհարցնեի, որ արդյոք այս ձեր գարձիկով այսօր երիտասարդները իրենց գրնան հավասարակշռել իրենց անձնական հաջողությունները եւ համայնքային պատասխանատվությունները։ Ինչ որ նկատած եմ մեր այս կաղուտային կյանքի մեջ։ Չեմ ասել 100%, 90%-ով այն երիտասարդը, որ իր անձնական գործի մեջ բահիկարող է եւ ամեն ինչ անող է, անիգա ասկին ավելի օգտակար գլա,
քան անվոր շատ հանգիստ կորզմունի ասկին նվազ օգտակար գլա ուրեմն ինձի համար ասոնք համեմատելի նույնիսկ չեն հաճողը իր համայնքին համարը հաճող է, իր ասկին համարը հաճող է, իր եկեղեցին համարը հաճող է, որտեվ ձույլ չէ, որտեվ աշխատասեր է, ծախողը ով է, ծախողը ձույլն է, որ չպիտի աշխատի, իմ իր ընտանիքին օգտակար չեղողը, ասկին ինչպես օգտակար պիտելնա, այնպես որ չեմ դեսնել որևէ մեկ անբադեություն, բայց մեր երդասարտը եթե աշխատասեր է, ես վստահ եմ նաև համայնքին համարը, բարիկը գվայլ է, իսկ Գյուղատնտեսական ծեր փորձառությունը լիբանանյան սահմանները հադեց եւ անցավ մեր դրացի երկիրները դուք դարձաք խորհրդատու դարբեր ընկերություններու եւ շրջանի գյուղացիներու համար ինչ կնշանակե գյուղատնտեսական քաղաքներու աղբյուր դառնալ որ գուքան եւ ձեզ մե խորհուրդ կստանան հիմա նախ այսպես պետք է ասեմ մենք 92 թվականին սկսանք մեր հաստատութենական գործը, որ ամեն ինչ գվաճարենք, որ կապ ունի գյուղատնտեսության հետ, սերմ է, ասենք թույներ են, բարարդարուցիչներ են եւ այլն, ամեն տեսակ բաներ սկսան ծախելու, անշուշտ ժամանակի ընթացքին, սկիզբը եթե անջարի դարածքի մեջն էինք, հետո եղավ Բեկայի դարածքի մեջ, հետո եղավ Լիբանանի դարածքի մեջ, հետո դարածվեցավ Լիբանանի Սուրիո սահմաններում վրա բավականին գյուղեր ունին, բաներ ունին, որոնց հետ միշտ աշխատանք կա։ Հետո հասանք Հորտանան, հորտանանցիներ ունեի, որոնց հետ նաև աշխատեի։ Անշտասի եղավ ժամանակի ընթացքին։ Եվ բուն կաղնիկի քեզ ասեմ։ 3 գեդի մեջ կպահկանա։ Առաջին վստահություն, որտեղ այս մարդիկ ինչու կան։ Գիտեմ, որ սուտ չի կա։ Որտեվ ամենակարևորը է, որտեվ աս երկիրը գիտես ցավալի է, որ շատ ստախոսություն կա։ Առաջինը վստահությունն է։ Երկրորդը աշխատասիրությունը եւ հետեւողականությունը։ Օրինակ, մաս 30 տարի անցավ, ես չէ բադահած, որ Լիբանանի մեջ գյուղատնտեսական որևէ սեմինար, որևէ աշխատանք կլա, որ ես բացակայեմ։ Անպայման պետք է ներկա լամ, քայլ պետք է բահեմ, որտեվ աշխարհը ոչ կփոխվի որ նորությունները օրեօր կփոխվին որ։ Իսկ բուն կաղնիկը ինչ է։ Կաղնիկը ան է որ ուզիչ մունեի կանադացի, որ գսե որ մարդու մեջ ամենամեծ շնորհքը նկատելն է, observation։ Գսե որ եթե դու շնորհք ունիս դեսնելու, արդեն շատ բան կսորվես։ Հիմա նկատի առնելով որ ես գբդդեի շրջակա գյուղերը, բարդեսները, իմ հաճախորդներուս երտամ ու կամ գտեսնեմ ասոր աստեցությունը, ադոր աստեցությունը, աստեղի ինչարավ, ասքիմիականին աստեցությունը, այլևս բավականին խորը մտածեմ եւ կաղնիկը մեր փորձառության վրա հիմնված մեր դեսազներն են։ Հիմա օրինակ ընկերությունը գուկա, որ նոր բաներ բիտբեր է։ Եվ գսեմ որ իր գարձիկն արեք։ Հիմա ասեմ նաև որ գյուղատնտեսության նախարարն է ադեններ գանչե մեզի խորհրդակցության համար որովհետև գիտեմ որ մենք երկրի մեջ ծանոթ ենք եւ գիտեմ որ ճիշտ ենք բայց շատերը դեղացիները չեն ասել մհանդես ֆիանջեր մհանդես ալ-արմանի մենք այդպես ենք այդպես ջանցված ենք ուրեմն այդ ինչ որ դեսած ենք փորձառապար նկատած ենք այդ ամբողջ դեղեցությունները ունենք օրինակ ծորենի համար ես Հայաստան կացի Հայաստանը ունի մեծ տարածություններ ծորենի բայց բերկատվությունը շատ քիչ է կացի պետական համալսարան հոն նյութը ներկայացնելու ապա նաև պետական համալսարանի մեջ 5 հեկտարի վրա փորձարկումներ անելու այն բոլոր անշուշտ մենք հոգացինք ինչ որ պետք է մեր հայրենիքն ադի դժբախտաբար բادرազմի եղավ բան եղավ վնասվեցանք եւ արդյունքները ճիշտ չի գրծան դեսնել մեր փորձառուտենեն գոկտվին գոր լիբանանցիները ինչու ոչ չոկտվին նաև մեր հայրենիքները այո այդ աշխատանքն արինք հիմա անշուշտ նաև պետք է ասեմ որ աղջիկս 10 տարի է այս հաստատության մեջն է եւ բավականին գրնամսել ինձ մե ավելի փորձառություն ձեռք բերած է եւ իրենա գտի մեն շատ անգամ առանց ինձ եսելու իրեն կհարցնեն հիմա որ այսպես բան մը գա ինչ կսեք իսկ Բարոն Եսայի, երբ ինչպես սկսակ դուք լրջորեն հետևի եւ ըսպաղի մուսալերան պատմությամբ
եթե գարդոնես նախքանատ հարցումիդ պատասխանեմ մենք ինչ նորություններ բերինք ասերին մեջը գյուղատնտեսության մեջ օրինակ շատ են մի քանի հատ թվեմ մարտիկ կսարսափեին զարգատ զարմը սրսկելու սարսափի չլա զաղի գայրի չի փորձվիկ գամած իրենց հասկացուցին որ բեբեկը որ նոր գծանի որ շատ սկայուն վիճակի մեջն է այդ ադեն օգնության պետք ունի եւ մեմը որ մեծած է այլևս շատ օգնության գարիք չունի դերևս ուշ կլա այո ուրեմն ասենք մուտ գործեց երկրի մեջը ծաղիկները սրսկել եւ բնական նյութերով որոնք ծովի խոդերուն ելած էսանս են որոնք կբարնագեն ամեն տեսակ էնզայմներ եւ հորմոններ որոնք թե ուրեմն pollination-ին բեռնավորումին կարևոր են թե բդուղները ավելի դոգուն կդառնան բեբեկը չի մեռնիր ավելի դոգուն կդառնան ծորենները մարչեր սրսկեր երբեք դեսանք որ եթե սրսկեն շատ ավելի օգուտ գա ուրեմն այս եւ նման բաներ օրինակ առաջիններեն ենք աս երկրի մեջ որ organochemical fertilizer բերած ենք որ թե բնական է թե քիմիական է երկուքը միասին որ սիներգի կնե երկու հատ իրարու ուրեմն շատ ավելի զորավոր կլա եւ 10 տարի ավելի Իտալիայեն organochemical fertilizer-ներ բերինք եւ որ ուրիշը քնածած էր ուրեմն այս նորությունները նաեւ անցան տարածի երկիրները հիմա այլևս տարածված են ամենտեղ եւ վերջինը չէ միայն ես չեմ ինձ իպես ուրիշ գյուղանդեսներ ագային վերջինը որ շատ կարևոր գսեմ մա մենք գալցեմ 2009-ին կամ 10-ին սկսանք դեր հիմա ընկերություններ նոր սկսան ադոնք բերելու ուրեմն դուրս եկավ որ շատ օգտակար մանրեներ կան հողի մեջ որոնք եթե մեծ քանակությամբ տնես շատ ավելի քիչ քիմիական պետք է եւ շատ ավելի առողջ բույսեր եւ ծառեր կստեղծե որ biological բաններ ուրեմն ադոր վրա աշխատեցանք եւ ադիգա շատ մեծ հեղաշրջում արավ ինչպես որ այսօր կհաստատվի որ մեր աղիքներում մեջ ապրող մանրեները նույնիսկ մեր հավասարակշռությունը կբահեն եւ մեր դիմադրողականությունը ադոս մեկ ախյալ է վերջին բաները բժշկական ուսումնասիրություններ ադուությամբ Ինչն ուզեցի ադիսել, որ հայտնի են էքոնը ինչ բան։ Այո, անշուշտ շատ ճիշտ է։ Հիմա անցնենք մուսալերան պատմությամբ, ձեր սպաղումին մասին։ Ես 1979-ին անջարի 40-ամյակին ինձ մեխնդրեցին ուսումնասիրություն մկրել եւ պետք է երթայի անջարի առաջին 2 տարիներուն մասին դեր Վահան Քենդիրջյանը այցելեի, որ մուսալերեն եկած էր եւ ուներ արխիվները պետք է անջարի պերտի մասին բան մկրեի, հատհնությունը ինչ է, ուրգե է եւ այլն եւ մեջս ասպանը սկսավ որ մենք շատ բան գա չենք գիտեր ասիգա վայել չէ մեզի որ չգիտնան եւ ես մեկ ասել որ 1980-ին յետքը արդեն մուտ գործած եմ մուսալերան տարածք եւ 2001-ին աստին գաբրիմ այդ մուսալերան վրա գալցեմ Դասի կամ չսի չեմ գիտեր, դե մը երևի գսեմ, եթե հարցնես գսեմ երբ առաջին անգամ։ Այո, երբ առաջին անգամ կացիկ։ Դերևս գապ ունի կամ սկսակ նախ research-ներ, այսինքն բրբոդումներ կատարել անջարի մասին, պատմության մասին, եւ դեռ այլ դեր որ ցեզի պատճառ դարձավ որ ուզեք երթալ տեսնել անջարը, մուսալերը։ Միշտ ուզած էի երթալ տեսնել, կուզեի հայրիկիս հետ երթալ հայրիկս շատ բաներ կսեր որ հիմա լավ որ ադիմորցեր ենք ետ բիտ նորոքենք մեր ցավերը ետ երտալով չի փապակեցավ երտալ շատ ուշ փապակեցավ եւ որ անանկիստ եղավ եւ չերգրնար երտալ դժբախտաբար հայրիկս չի գրծավ երտալ դեսնել մուսալերը մանավանդ ինք որ այսինքն ատ քյուրերը կիդեր մինչեւ անդիոկ երտու դարձի ճամփաները բարեկամներ ուներ հոն Ուրեմն ես 80-ին հետ ամեն անգամ որ մուսալերան մասին դեղ մպամ մտեսած եմ ամենը գարտացած եմ սկսած եմ հետաքրությունս ընթարցակել հուշամատյանին մոդեն ամեն ինչը նայել ամեն ինչը ստուկել քննել հուշակրություններ հավաքել եւ գիտես որ հետո նաեւ սկսանք քիրքերը խմբակրել ադողությամբ անոր մասին խոսինք չէ 2001-ը իմ կյանքիս համար
շատ կարևոր թվական է, անգյունաթարցային է, որտեղ ես ընդանյոք բզդիգներով կացի մեր աշխարհը տեսնելու։ Կացի մոսալեր շատ արդու գանուխ հասանք, մարդասան չի գա վակով գյուղը, եւ մենք վակովեն վեր է մեր գյուղագը, ազերը, խդրբագի փագած, ուրեմն որ սորտ մտեսա, բարև, հայերեն չեն գիտեր, ամմո բարև սավ, ուրգե եկսավ, վսի վալլա, անջարեն եկած ենք լիպանան են, որ դեղացի եկսավ, վսի վերի ազերցի, հոտ վերն է եսավ, բայց չեմ գիտեր, որ սորտ էր ես պաղեր երևի, օգներ մեզի, մեկը կդամ, կսավ եծես կդանիմ, եւ քալելով, ես եւ բզդիկները եւ ծողիգը, այդ մեր ազերը կացինք, որ ոչ դունգա, միայն բաբուգիս ծարերը կան, դունի պաները կան, հադագակիզները կան, աշու չենք դեր որ մեկը մերն է, բայց գիտենք հոդ է բաբուգիս դունը, եւ ուրեմն բդդեցանք ծորը, որտեւ հայրիկը սկսել բզդի քարայր մգահոն, եւ ադիգա ամեն անցնելու հոտ աղոտ կնեինք, մեջի երկու կերեզման գար, ուրեմն փնդրեցինք այդ քարայրը, ցիտաբդուղի ծարերը, ամբողջ աղդոդեցանք, եւ մնացինք մի քանի օր մուսալեր, եւ ես ուխտերեր էի, որ բեք է ես ելնեմ այդ լերը, ուրգե որ ժողովուրդը ելած է, դեսնեմ այս մեր հերոսական գրիվները ուր դեղի ունեցան, տիրքերը ուր էին, հուշարձանը ուր շինված է, 18 նահատակները ուր թաղված են, Հրգուտյան ծորը ուր է, ինջինց խանդե, ուրեմն ընդանյոք բզդիգ էին տեր, ասին աղջիկները բզդիգ էին, բայց սկիզբսին ասոնք չեն գրնարի, լելսի ասոնք ֆանֆար նվակող են, հոմենտ մեն գերտան գելլեմ մի վաղտանք ասոնց վրա և ելան բեք ես, մեկ օր դևեց, 5 ժամ դևեց ելելը և իշնելու ադեն ջամպան գործընծուցինք, առաջնորդ տաունեինք, մդանք ուրեմն մացարներու մեջ և սարսապելի մացարները գդրելով մինչև դեղմը գրծանք հասնել և մենք մեզի ջամպամը կդնել վերադառնալու այդ մասին փոքրիկ վիդեո մը գա musaler.com-ի վիդեոներու պաշնի մեջ հատլերան պաշնի Կարծեմ դուք առաջին անձը եղած եք, որ նկարած են վիդեոյով մի առաջ գա նկարող դիգնոչս քերինգը 1965 կացած է և 6 միլիմետր նկարած է հիմա ադոնք ունինք կփորձենք որ ադիգա այդ մեքենան այլևս չի աշխատում փորձենք արտիականացնել և փրկել ադոնք որտեղ հուշարձան ելած է դեր հուշարձանը Գանկուն է միջայլոց մեր հուշարձանը մինչև 1990 Գանկուն եղած է միայն ձեպերը թափած են Ղարաբաղյան գրիվներեն հետո է որ կանտած են այդտեղ իսկ այդ մասին ձեր ունեցած գրությունները որ դուք գրած եք ընդհանրապես ձեր բոլոր գիրքերը կամ այդ գիրքերը որ պատրաստած եք ասկային բնույթ ունին եւ գխոսին հողին եւ լեզվին մասին մեր ուշադրությունը գրավեց լույսի եւ հույսի դաջար խորագրված գիրքը խոսենք ձեր գիրքերու մասին բայց անդրադառնանք այս գիրքին մասին եւ ինչու այս վերնակիրը տրված էր ասեմ որ շողիկ ես հրադարակված երկու գիրք ունիմ այո որոնց մեկը անջարի 60-ամյակին լույս տեսած իմ առաջին կորզն է Musaler անջարի 60-ամյակը 1999-ին դված գիրք մն է նկարազարդ որ անջարի 60 տարին է բեկեցել երկրորդը 2010-ին շատ հաճելի անագնգալ մըրավ բզդիգ աղջիկս դարետարցիս օրը գիրք մտերավ և ես ալ զարմացա Էջեր մտավորական են, հոս երևի նկարներում մեջ գել է, ադի մեկ օրինակ է, ուրեմն ինք եկեր է աստակ և հանդիպեր է նորապար Սեղյանին, ըսեր է որ բաբայիս կրություններ են ես հոտվածները բիտ ամպոպ եմ և ադի երկրորդներ, բայց ադի չեմ հրադարակած, մեկ օրինակ ունին, իսկ մյուս դպված կիրքը լույսի և հույսի դաջարն է, լույսի և հույսի դաջարը գվերապերի հայ առաքելական համայնքին մուսալերեն մինչև անջար և սուրբ բողոս եկեղեցվո կրկին արիտը և բաջարը եկեղեցվո վերաօծումներ սյուներու եկեղեցին օծված է բայց 12 սյուները չէին օծված լուսահոգի դեր Նարեկ Քահանա Շրիկյանը որ այդ եկեղեցվո հիմնադրության դեր հայր էր և Ամերիկային եկավ և ուզեց եկեղեցին պարեզարտել և մենք իրեն գբարդինք այսօր որ մեր եկեղեցին
գճերմացվի ջերուցում ունի ամծմերը չենք մսիր սարսափելի բաղը լավ Այո առավել մեր եկեղեցվո բոլոր բադուհանները նկարազարդվեցան եւ իր խնդրանքով էր որ այս արիտով նաեւ մենք համայնքին եւ եկեղեցվո մասին կրկույկ ունենանք ուրեմն այդ բարդականությունը ինձ դվին նկատելով որ իրենք գիտեն քաչազանոթ է մեր հոգեվորականներուն փոխադրության բադմության եւ այլն դերմիրոն քահանա ավետիսյանին հետ միասին ատկիրքը լույսի եւ հույսի դաջարը պատրաստեցինք միտ բանին այսպես է անջար բիտ աբրիս որ ադիգա գրնաս սկան այսօր ոյվե անջարցի երբ որ անջար գմտնե զինքը դիմավորե գլխուն գեցած սուրբ Պողոսը երեցի եւ ուր որ երտանքանք մենք միշտ մեր մտքի մեջ վերը գլուխին եկեղեցին է սուրբ Պողոսն է եւ անիգա մեր լույսն է աստուծո լույսն է մեր հույսն է ուր երտան գավուտենք հույսով ուրեմն այդպես եղավ եւ հիմնականը առաքելական համայնքի հոգեվորականներուն եւ եկեղեցվո մասին է այդ գիրքը որ լույսի եւ հույսի դաջարը որ սուրբ Պողոսը եկեղեցի իսկ ծեր գրելու այս դաղանթը ասեմ կամ հատկությունները երբ վնես սկսած է կամ ուր եկած է հին պատմություն է ես առաջին անգամ 6-րդ դասարան էի Գխորին վարժարանի դնորենը բարոն Մովսես Այնտաբյանը եկավ մեզի բացատրելու որ բանաստեղծական մրցում բիդլա դպրոցի մեջ եւ մեկ բահ մեզ բացատրեց բանաստեղծությունը ինչպես կգրեն հանքերը ինչպես պետք է իրար բռնեն եւ քարիակ գուզեք կամ երկու դող գվայլն եթե արցակ բիդլա բանաստեղծությունը ինչպես եւ այդ մրցանկին մասնակցեցա ես բաբուգիս մասին բան մկրելով բաբուգս է վերնակերը նամնիչել մեգո դժվար գտնամ հիշելը շատ ժամանակ անցած է ուրեմն այդ մրցանկին տադական գազմը ինձի երրորդ մրցանակը տվավ եւ Ավետիք Իսահակյանի գիրքը նվեր դվին ինձի եւ դնորենը նկատեց որ ես գրելու բան ունիմ ընդունակություն ունիմ եւ երբ որ 9-րդեն հետո ինքը հայերեն գրականություն սկսավ մեզի դասավանդել եւ սկսանք շարադրություններ գրել հոն ավելի հայտնի եղավ որ դեսիլք գա գրելու բանգա ցիրկա եւ քիրը սկսավ գամած ինձի համար հացիպես ըլլալ եւ այսօրվա դրությամբ մոդավորապես 500 հոդվածներ ունիմ ծրված մամուլի մեջ որոնք մտածեմ հավաքել եւ քիրքի վերածել այո եւ անշուշտ ունիմ նաեւ բավական հանդիպներ դեր չդրված բաներ ալկան հիմա որ քիչ մը շունչ գրնամ քաշել ասկային գուսակցական կորձեն գուզեմ այդ աշխատանքները գլուխանել որովհետեւ ժամանակը ի վնաս ինձի կաշխատի հիմա մոդեցա ես 66-ին այսինքն 20 օրեն 66-ը շատ ժամանակ չի գա ուրեմն ասա գրնամս էլ քեզ գարձեմ որ հետաքրական է նաև ունգընտիրներուն համար մեր դունը ինձի համար այսպես է սենյակ կեդինը հայն ու Հայաստանն է անշուշտ մուսալերը մեջ են որում վրա մենք գավրինք ադոր վրա է որ մեր կյանքը կա մեկ բադը երաժշտությունն է երաժշտությունը հիմա ես որ գուկայի Ջամպան Դիկրամ Մանսուրյան մտիկնի երաժշտություն իմ արյունիս մեջ կմտնի ուղագի ինչպես ասենք սերոմ գտնենք հիվանդիմը երաժշտությունը կմտնի արյունիս մեջ մեկ բադը երաժշտություն ես երաժշտության խենթ եմ դժբախտաբար արի չեմ ունեցած ոչ սորվելու ոչ նոտակիտնալու դոյ ռեյեն զանազանելու երկրորդ բադը նկարչությունն է ես նաև սպառված եմ նկարչությամբ, հատկապես մանրանկարչությամբ եւ իզարմանս շատ մարդոց 1990-ին մատենատարան կացած եմ ասպիրանտ դնելու մանրանկարչության եւ մերժված եմ։ Ուրեմն մեկ հատ նկարչությունն է որ շատ գսիրեմ եւ սպառված եմ եւ կծած եմ եւ ուզություն արած եմ նկարչության ուզիչ եղած եմ։ Երրորդը որ սրդիս մեջ գերա, բայց ես շնորհ չունիմ ամբողջությամբ բարն է բարը ինձ համար արյուն է բայց ասված ադի շնորհքը դվա չէ ինձ դիգինս այդ շնորհքը ունի
բառն է բանը երրորդը, ուրեմն չորրորդը թատրոնն է։ Ես թատրոնը կրած եմ, դերասանությունը արած եմ, բեմադրությունը, բաստարը կզել ինչ պետքեն է, մանավանդ աշակերտական թատրոններ։ Ուրեմն թատրոնը ուրիշ աշխարհ մնե, ուրեմն 4 բադ եղավ։ Արդեն ինչպես որ գսեիք դուք մեր հայդակրին սկիզբը ձեր մասնակցությունը ընտրել է առաջ դուք ավելի հագամեդեիք արվեստին եւ ինչ որ քեղարագործություն կամ քեղարվեստ բادرազմը ով հաղթեց գիրը եւ կրականությունը հաղթական եղան սենյագին դանիկն է անոնք դերաբեդեցին ի վերջո որտեվ նկարչությունը բարձր բանգուզը սին բիդերտաս բիդ հետևից երաժշտությունը շատ ավելի դժվար քանի երկու աղջիկներս երաժշտանոց կացած են մեծը ավարտած է կոմեդիան վան երաժշտանոցը հոնալ ամուսնացավ հոնա գաբրի Երևան գաբրի գիտեմ գլսեմ գրականությունը մնաց որ զիս ամբողջությամբ կրավեց եւ ոչ թե միայն գրական այլ հրաբարագակրական եւ ուսումնասիրական այս ամենում մեջը բանասերություններ ալգա դրվածագա չդրվածագա ադի հաղթեց բայց Ձեր լայն հետազոտություններով եւ մուսալերցիներու մասին ունեցած գիտելիքներով դուք հանդիսացաք կամուրջը, որ գտապե մուսալերը Անջարը եւ Հայաստանը։ Ո՞վ է մեկը գրնա մուսալերցի մասին դեղեցություն ստանալ ձեզի թիմելով։ Ինչպես կարողացաք իրարու միացնել աշխարհի մուսալերցիները։ Հիմա աս բադիվը ինձի չէ։ Այս բադիվը այդ դարբեր ամիակներուն եղած մարմիններուն կպատկանի, որում միշտ մեջ եղած եմ ես։ Այո։ Բոլորի մեջ նա եղած եմ, մինչև 100 ամիակն ալ եղած եմ։ Որպես ադենապետ 100 ամիակի 100 ամիակի, այո։ Այդ հանձնախումբերը, որ եղան գազմագերբելու հերոսամարտի 90 ամիակը, 85 ամիակը, այն ադեմ մտածեցինք, որ մենք չենք կրնար սահմանափակվել անջարով որտեվ դագավին գկոյադեվե մուսալերան վախով գյուղը ունինք Հայաստանի մեջ մուսալերցիներ ունինք հուշարձան, թանկարան եւ ունինք աշխարհով ծրված մուսալերցի փոքրիկ կահուտներ ուրեմն այդ աշխատանքը եղավ առաջին համամուսալերցիական սեմինարը որ գազմագերվեցավ Անջարի մեջ որուն եկան մասնակցելու բոլոր աշխարհի դարբեր կողմեր են մուսալերցիներ այդ եղավ հիմքը որ մենք բոլորս պետք է իրարու հետ կապ ունենանք եւ բոլորս մեր փորձառություններեն պետք է օգտվենք եւ բոլորս իրարու պետք է օգտակար դառնանք։ Այո։ Աշխատանքը ադեր այդ մարմիններուն, որում մեջ այո գրնամ ասել որ միշտ երգա եղած եմ, միշտ հետեված եմ, միշտ հիմա կհետևիմ, նույնիսկ եթե հանձնախում չեմ, որտեվ մուսալերը գաբրի իմ մեջս եւ մուսալերցին եւ այդպես ալ շարունակեմ։ Այո, ինչու կարող որ կնկատեք այս տեսակի հերոսական էջերը միշտ քրի առնել եւ վարբահել։ Մեկը հարցուց ինձ հիմա մուսալերան հերոսամարտը եւ այդ մասին աշխատանքը ուսումնասիրությունը ինչ բանի օգտակար է։ Կսինայր քեզի շատ փոքրիկ բաներ ասեմ, որ կգարձեմ որ մուսալերան հերոսամարտը գսորվեսնե քաչություն։ Անույնիսկ ամենակեշ պայմաններու մեջ չհուսահատի։ Մուսալերան հերոսամարտը գսորվեսնե որ ուժերը եթե միանան հրաշ կկործեն։ Լերան վրա ուժերը միացան չգային հարավանական երկուսակցական դարբերություններ բոլորը միասին էին ուրեմն ուժեր միացնելու օրինակ կուտա մուսալերան հերոսամարտը հնարամտության օրինակներ կուտա այս մարդիկ գյուղացի էին բայց բնաստաբար գիտեին որ եթե լերը ելեն լերնա կգրվի իրենց հետ եւ ավելի դյուրին է լերը պաշտպանելը քան իրենց գյուղը որ շատ դյուրավ գրնար բաշարվել լերը շատ մեծ է միջարս լեր բաշարելը հազարներով զինվոր գուզել ուրեմն մուսալերան հերոսամարտը նկարակրի հայկական նկարակրի հիմնական ցայդուն գեդեր ունի որոնք պետք է միշտ հիշեցնենք որտեղ մենք հիմա ինչ կապրենք որպես հայ ժողովուրդ մեզի քաչություն պետք է մեզի հնարամտություն պետք է մեզի միասնություն պետք է մեզի արդակին աշխարհի հետ գապ պետք է եթե վերաբադվելի Դիկրան Անդրեասյանը չսեր որ մենք Աստծովեն օգնություն բերելու համար պետք է հոտ խաչ մտնենք պետք է բաստար մտնենք քրիստոնյաները վտանգված են եթե ասիգա չլա այդ մենք գործված ենք իվերջո կբաշարային լերը մենք անոթի հասնվենք այս ամենը այսօր նույնքան այժմեական են
111 տարի հետո։ Եվ ադոր համար համոզված եմ եւ մեկ հատնալ որ այս 110-ամյակի առիթով Վարուժան Սրբազան Հերգելյանին հետ հրադարագեցինք ուրեմն Մուսալերան 18 նահատակները եւ Լեր Փարաբանց կրկույգը որ վերհիշեցնենք որ այս բաները այժմեական են Կարնի Մադենաշարով ասոնք այժմեական են որտեղ մեր ասկը նույն փորձություններ են անցնի մենք պետք է օգտվենք մեր անցյալը եւ համոզված եմ դասեր կարենք իսկ ձեր քիչ փոխոսիկ բարբարի մասին դեր ժամանակ արդեն արաքսա հեծավ բայց գարչարծում պատասխաններեն առաջ մենք խոսենք անդարի բարբարի մասին արդյոք վտանգված է կամ արդյոք դուք ինչ միջոցներ ուղղությամբ որպեսի բահեք բարբարը Մուսալերան բարբարը վտանգված է Մուսալերան բարբարը մեռնող բարբարներու խումբի մեջն է ցավի սիրտ որտեղ բարբարը Գաբրիմիան խոսողներով Եթե 10 տարի առաջ 20,000 հոգի գխոսեր այդ բարբարը, այսօր գխոսի 10,000 հոգի։ Ուրեմն 5 տարի հետո պիտի խոսի 5,000 հոգի։ Երբ որ խոսակցական լեզուն առօրյա գործածության համար գտատրի, այդ լեզուն գամած պիտի գործվի։ Հիմա Մուսալերան բարբարը ուր գկոյադև է Վակով որոնք միայն մեր բարբարը գիտեն, հայերենա չեն գիտեր, քանի դվրոց չունին, բայց մեր բարբարը գիտեն, բայց արդեն փոքր սերունդը թրկախոս է։ Այո։ Գոյադևե դարեցներում մոտ որոնք Հայաստան են, որոնք Ամերիկա են, Կանադա են, Ավստրալիա են։ Դակավին գխոսին։ Եվ ամենաշատ խոսողները անջար կգտնվին, որտեղ մեծաթիվ մուսալերցիները հոդ են դեր հոդ բարբարը գխոսվի։ Ես հիմա եթե հոս կովս անջարցի մըլլա, ես հետդ հայրեն գխոսիմ, օտոմատիկ իր հետը մեր բարբարը գերտա, գտարնամ կեզ ետ հայրեն, ետ իրեն բարբարով գերտա, առանց մտածելու, հիմա բարբարը ինչ բիդենենք որ բահենք, շատ դժվար է, նախ փորձ մի եղած է անջարի տբրոսներու մեջ բարբարը ուսուցանելու, երկու ուսուցչուհի ունեինք, Թամարը Հերգելյան, Թասլակյան եւ Մարինան Աբրահամյան, հետաքրությունը ստեղծեցին, թատրոններ կազմակերպեցին, համասկայինը եւ թանկարանի հանձնախումբը բարբարային երեկոները սկսան, հանդիպումները սկսան, բայց անոնց ներկաները ով են? Քիծողները։ Անոնց ներկաները 50 տարեկան վեր են։ Անոնք որոնք արդեն գիտեն լեզուն եւ հաջիկ կարդեն այդ լեզուն։ Իմիջայլոց եթե ես մեր բարբարով խոսիմ, շատ ավելի լավ կխոսիմ շողի, շատ ավելի լավ։ Ուրեմն նոր սերունդը դժվար է։ Հիմա հետաքրական օրինակ մնե Քրոջս Գարենը Յոսուլկանյան, որ հիմա արդեն հայր Մովսես է, որովհետև ինք անջար գուկար եւ մորսկով գմնար եւ հետը մեծ մայրիկին հետ բարբարով բիխոսի եւ քաչ որոշում մարավ, շատ քաչ որոշում մարավ։ Ըսա որ եթե ես լեզուն բիտ սորվիմ քերի ինչ բիտնենք, ըսի բիտ որոշես անջար եւ որ գմտնես հայերեն տուն չես գիտեր։ Բիտ փորձես սխալ խոսիր, վնաս չունի։ Բայց սորվի։ Այսօր հայր Մովսեսը գրնա մեր բարբարով խոսիլ։ Ինչպես նաև Հովիգը Գատամյան մի քանի հոգի կան, որոնք երիտասարդ են, Հերգելյաններ են կան խումբը, որտեղ անոնց ընտանիքները դեռ բարբարով գխոսին։ Բայց այսօր 50-ն վառ դարիքով խոսողներուն թիվը շատ սահմանափակ է։ Հիմա փորձեմ ես թորնիկները սորվեսնել, սորվին, բայց որուն է պիտ խոսին։ Այո, պիտի խոսիս, որպեսի գոյադևել լեզուն եւ չիմանա։ Լավ, Վարնեսայ, անցնենք գարչարծում պատասխաններուն։ Այո։ Հա։ Մասնակից գյուղատնտեսի կյանքի մեջ արդյոք ինչ նախասիրություններ բահված են։ Նախասիրությունները հիմա քեզ խոսեցա։ Այո, խոսեցաք, բայց բան մգար որ չսիկ, ես լսեցի քիչ առաջ։ Նախասիրությունները շատ են, բայց գյուղատնտեսության բանեն դուրս են։ Այո։ Այո։ Դժբախտաբար իմ մոդիկ ընկերներուս մեծ մասը հոս չէ եւ մենք այսօր կդարավիկ ընկերային կյանք է, որտեվ այդ մարտիկը չի գան, որոնց կով գրնանք երտալ եւ գրնանք հաջելի ժամանակ անցնել, բայց որպես գյուղատնտես կգարձեմ, որ ամենա հաջելի եւ ամենալավ բանը դեսնել ատկու փույսը ինչպես գաջի
ինչպես գծաղգի չեմ դերտուն ես գորեկ ցանածեմ 10 տարի օրմ արդուգանուխ որ կացի ես այս գորեգի բարդեսը ծաղգած դեսա ադի ցանկիս ընտածքին եչեմ նարմորնալ այդ բադգերը որ աչքս կոծեմ գտեսնեմ ուրեմն ամենակարևոր հաջելի բանը այդ ըսկացումն է դեսնել աջումը այո իսկ ինչ է այն ամենեն ցախող փորձը որ ունեցած եք դաշտի մեջ հիմա փորձսելով չեմ գիտեր անշուշտ փորձեր միշտ եղած են որոնք ակնկալված արդյունքը տված չեն ինձ համար ամենացախողը ինչ է գիտես բամը որուն չեն կրծած բաժարը գտնալ հանդիպած եմ ես հարցերու որոնք ինչ որ փորձած եմ չեմ կրծած գտնալ բաժարը այո ինչ է որս ադոնք է որ ինձ համար դժվար բաներն են գխոսիկ ծեր փույսերուն հետ դե ես փույս չեկաղնիկ չէ ես փույսերու հետ շատ կորչ ունիմ ես բդուղներու բարդեզներու հետ շատ կորձ ունիմ օրինակ 3 կացի հիմա ինչ կա բարդեզը նայելու բամը չի գա ոչ զլած են թերզարերը քնացած են 3 կացի բարդեզը նայեցա ես պետք է երթամ այցելեմ անշուշտ ես պետք է երթամ դեսնեմ բամը չնեմ նույնիսկ բայց պետք է երթամ այցելեմ բայց փույսերուն հետ դիգինս կխոսի քանի անիգա ինքը գցանե պագը եւ ծաղիկի խենտ է անիգա գխոսի ալ իրեն այո ճիշտ է որ պետք է խոսին փույսերուն հետ պետական գիտական բամը դեսա որ երաժշտությունը փույսերու աճման վրա մեծ ազդեցություն ունի այո ինչ է այն ցանկը որ եթե դուք ձեր ցերկով ցանեք ավելի արատ փերք կուտա միայն պետք է ձար ըլլա որբեսի հաջող ըլլա իմ ցանածս որտեվ մյուսներում մեջը հաջող չեմ ինչու չեմ գիտեր հունդերը որ գսերմեն շատ հաջող չէ բայց այն դունգը որ գցանեմ ադոնք հաջող է հայկական որ ասած պատկով կարելի է փնութակրել ձեր ցանկը ինչ դժվար հարցում հարցուցեր բայց փորձեմ այսպես բանացվել ցանկը միայն բախտ չէ աշխատասիրություն վստահություն եւ զարգացում գաբահովեն հաջողության ճամփա դվեք մեկ խորհուրդ բիդիդակ այդ քաղաքը ապրող հայերուն կամ մարդուն Բեյրութ ապրող բոլոր լիբանանցիներուն Գարաչարգեմ հանրապետության նախագահին, որ իրենց ամեն մեկուն մեգական շքանշան դա, որ հանցն արած են ապրիլ այս աբագանած քաղաքի մեջ։ Եվ գարաչարգեմ, որ Բեյրութի ժողովուրդը շաբաթը մեկ օր փախի քաղաքեն եւ երթապնության մեջ։ Այս քաղաքը աբագանած է եւ ոչ թե միայն օդը աբագանած է։ Ամեն ինչով շատ խջողված է եւ ապրին այս ժողովուրդը, որ հոս գրնա ապրիլ Ես չեմ գրնա հոսաբրել անգարելի իսկ ձեր գարտիկով լավ փերքը ավելի շատ աշխատանքով գլա թե սրտի խաղաղությամբ Կարծեմ որ աշխատանքն է որ նաև սիրտը խաղաղեցնե երբ որ դեսնես արդեն բայց աշխատանք իսկ ինչ է այն բարձ բանը որ ցեզի երջանկացնե երջանկացնե ամեն անգամ որ տորնիկներս դեսնեմ որտեվ ժբիտ կպերեն դեմքիս ամեն անգամ որ անգերց ընկերներով հանդիպիմ Գորախանամ եւ ամեն անգամ որ ոևէ բան գարտամ ոևէ հայու մասին որ հաջողություն ունեցած է այո ադոնք ամենը ինձ գորախացնեն ինչպես կտեսնեք անջարի աբական ասիգա ավելի դժվարացուցիր շողի հարցումները նայր մենք պետք է երաբաշտելանք միջին արևելքը շատ մեծ անորոշության մեջ է եւ շատ անգայուն է անջարնը կգտնվի այդ օվկիանոսի մեջ մենք անշուշտ որպես անջար ապրող մուսալերցիներ մեր աչքի լույսին պես աչքյուղը բիտ պաշտպանենք բիտ բահենք այո բայց աբական անորոշ որտեվ թե ապահովական թե տնտեսական թե քաղաքական լրիվ անորոշությունը հիմա արդեն աշխարհը գարձեմադան կլագոր ոչ թե միայն միջին այո վերջին հարցումը ինչ պատկամ գուզեք փոխանցել այն երիտասարդներուն որոնք այսօր կփնտրեն իրենց ինքնությունը Սրդիս համար շատ նեղացուցիչ եղած է եւ իմ աշակերտներս շատեր որոնք իրենց անունը փոխած են եւ յանը սրբած են եւ համալսարան երթալով փայլուն արտույկներ ապերելով
իմ սրտիս համար շատ նեղացուցիչ եղած է ադի, որ ինչպես կրնա մեկը իր ինքնությունը մոռնալ։ Չեմ գրծած հաշտվել այդ իրականության հետ եւ արաբական նշանավոր խոսք մը արաբերենով ասեմ ելլի բինկոր ասլու բալա ասլ ամոր իր ինքնությունը գմորնա ասել է ինքը չունի արտեն արմատ ինձ նեղացուցիչ է իմանալ ես աշակերտներ ունիմ լսեմ որ մեկը հոս ամերիկյան համալսարան եկել է անունը կփոխե ամերիկա կնած եղբայր ես հբարդ եմ իմ յանովս իմ հայությանպես եւ երբեք ինչ ալլա ադիգա փոխելու պատրաստակամություն չունին եղեր հնչյունը լավ չէ եղեր գրելը դժվար է անունը այսպես է եղբայր հիմասի մեր ասկաս է հայությունը ամեն մարդ ինչու իրենց անունները շատ դյուրին են հանդիպում եվրոպական անուններով այո մենք ամենակարևորը շողիկ մեր մեջ են չեն գրծած օդարամոլությունը անել մենք օդարամոլ ասկենք ուզենք կամ չուզենք դժբախտաբար եւ մենք չենք գիտեր մերը կնահատել Հակոբ Բարոնյանը ու կամ մեն վարգան միտքս երբ որ այդ ոդանավորը ստորագրությունը ֆրանսական անունով գրեց նույնը հայերենով մենք ֆրանսականին անկնահատեցինք նույնը հայերենով չի կնահատեցինք մեր մեջ են աս օդարամոլությունը պետք է ելլե որբեսի մենք պետք է հբարդ ըսկանք որ հայ ենք ոչ թե միայն մեր հայությունը չի մոռնանք մենք պետք է հբարդ ըսկանք որ հայ ենք եւ հբարդանալու շատ բաներ ունենք շատ 1 2 5 10 չէ շատ հբարդանալու բաներ ունենք ափսոս որ չենք գիտեր վերջացնեմ եկեղեցական լսարանի մը գերտամ լսարաններու է ուրեմն ինձ համար քրիստոնեության հետ կապված մի քանի բաներ կան որոնք հայության հետ առնչված են Հիսուսի հետ ուղղակիորեն մեկ հատ հայոց ապկար թակավորը միակ թակավորն է աշխարհի վրա որ նամակ կգրե Հիսուսին եւ միակն է որ Հիսուսը իրեն պատասխան կգրգե եւ կգրգե առաքյալ որպես զինք բուժե մենք ունենք Հիսուսի գեղարտը այո մենք ունենք երկու մեր առաքյալները որոնք մեկը Թատեի վանքի մեկ հատը Պարտողոմեոսի աջունները բաները ես մտածեմ որ եթե մենք որպես հայ ժողովուրդ այսքան առնչված ենք քրիստոնեության հետ ես ինչու հբար չբիդելամ ինչու իրենք ինչ ունեն մյուս քրիստոնյաները ինչ ունեն մենք շատ ավելի հբարդանալու առիթներ ունենք մեկ հատ վարտանած բادرազմը մոդեցավ նկատի աս ինչ տեսակ բազմություն է ասում ինձ ցույց տուր որ դեղը այս ծեվի բան ունի գծավին որ շատ երդասարտներ ունենք որոնք հբար չեն իրենց հայելալով կամ մորցած են հայելալին կամ անունին կփոխեն ինձ համար ամոթ Բարոնեսայի, մենք այսօր շատ ուրախ ենք եւ շատ շնորհակալ ենք ձեզ մեզ, որ այս ժամը դրամատրեցիք անջարեն, ինչը բիրուտ եկաք։ Ձեր կորձը ձեր այս ժամանակը զոհեցիք եւ որպես հոսը լաք, մենք շատ շնորհակալ ենք։ Քեզի անձամբ նախ շնորհակալություն պետք է հայտնեմ։ Ես առաջին անգամն է որ իմ կյանքիս մասին խոսիմ։ Շնորհակալություն քեզի քուր հայդակրիտ, շնորհակալություն վանացայինին շնորհակալություն ասաղջիկներուն, որոնք շատ լավ գարավարեն այս աշխատանքը ապրին եւ գուզեմ ողջունել բոլոր անոնք, որ այս արիթ ունենան այս թիմանկարը ունգընտրելու լսելու, ասել իրենց, որ ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է եւ մեր քանի մուսալերցիական է ուզենք կամ չուզենք այս հանդիպումը աշխարհի հերու եւ մոդիկ բոլոր մուսալերցիներուն ասեմ բեն գիցակ կովատլա գիցակ աստուզ մենզ ինշալլա ինչ տակմանությունը այո ամուր գեցեք այո ասված մեծ է այո շատ ճիշտ ամուր գեցեք շատ ճիշտ դարձյալ շնորհակալ ենք Բարոնեսայի շատ ուրախ ենք հարկելուն գնդիրներ այսպեսով գփագենք մեր հետաքրքրական հանդիպումը գիշեցնենք որ թիմանկար հայտակիրը այսօր հյուրընկալեց գյուղատնտես ժողովրդակիր Բաթմակիր Բարոնեսայի Հավատյանը
որոն հետ մեր զրույցը թող ոգեշնչումը ըլլա յուրաքանչյուրիդ։ Շնորհակալ ենք ցայնե հաղորդավար Մարինեին, ցեզ հետ Շողիկ Տորոսյանը։ Մեր հաջորդ հանդիպումը հարաճիգա չորեքշաբթի ցանոթանալու նոր անձնավորությամբ եւ անոր հաջողության գաղտնիքներուն։ Ցտեսություն։